Ներողություն, թույլ տվեք այդքան էլ չհամաձայնվել այն մտքի հետ, որ Հայաստանում դեղերի որակը բարձրացել են զգալիորեն, որովհետև ամեն անգամ արտերկիր գնալիս իմ միակ խնդիրը վերադարձից Մաքսայինի աշխատակիցների հետ այնա, որ փորձում եմ բացատրել, որ մեր հարևանի կնոջ համար ճնշման դեղ են բերել, մյուս հարևանի համար դիաբետիկ, մորքուրի տղու համար ուրիշ դեղ ու տենց շարունակական։ Իմ հարցը հետևյալն է առաջի, ինչպես նաև քաղցկեղի հետ կապված, որ ասում եք որակը շատ բարձրացել է, իմ ընտանեկան նեղ անձնական կյանքից ասեմ, որ այդքան էլ համաձայն չեմ, որակը այդքան շատ չի բարձրացել։ Եվ հիմա իմ հարցը, առաջի հարցը, որ կա Տիկին Բադալյան, վերաբերում է սրան, ինչպես անենք, որ ստիպված չլինենք, շատ պարզ եմ ասում, ամեն անգամ երկրից դուրս գնալուց դեղ բերենք։ Այսինքն այդ նույն դեղերի որակը ստեղ է լինի, նույն անվանումով կա, բայց այդ նույն դեղը, երբ որ դու օգտագործում ես Հայաստանում, այդ նույն էֆեկտը դու չես ստանում։ Այսինքն հարցը առաջինը դա էր, երկրորդը որ կար, ուզում եմ ձեր գնահատականը լսել, որ օրինակ Զեյթունում 8-րդ հիվանդանոցին կից ծննդատունը, երբ որ անցավ պետական կառավարման, փակվեց ուղղակի։ Հերիք չի փակվեց, աշխատակիցների հարկադիր պարապորտի գումարները չեն տվել, անցել է Երևան քաղաքի իշխանության տիրապետման տակ։ Նաև գնահատական տվեք այդ երկրորդ խնդրին։ Ու նաև վերջում էլ նախագահողին կխնդրեմ, եթե իհարկե դեմ չի լինի արձագանքի ժամանակ մաքսիմում 40 վայրկյան ավել արձագանքեմ, այլ ելույթի համար չգրանցվեմ ելույթ ունենալու, եթե դեմ չի լինի։ Շնորհակալություն։ Հաշվի առնելով, որ դուք 20 վայրկյան խնայեցիք հիմա, դա կգումարեմ ձեր արձագանքին, համեցեք։ Շնորհակալություն, եթե չհիշեմ, պարոն Մանուկյան, խնդրում եմ հարցերը հիշեցնել։ Առաջին հերթին դեղերի որակի վերաբերյալ ես չեմ կարող անկեղծ ասած մեկնաբանություն տալ, ես նկատի ունեի առողջություն, ես նկատի ունեի, որ բավականին շատ դեղեր, որոնք նախկինում չէին փոխհատուցվում պետության կողմից, այդ թվում եւ քաղցկեղի քիմիոթերապիայի մեջ կիրառվող դեղերը, այսօր արդեն փոխհատուցվում են։ Ես էլ իմ անձնական փորձից գիտեմ, որ տարիներ առաջ համենայն դեպս մինչև 2018 թվականը ինչպիսի մեծ դժվարություններով եւ նաեւ շնորհիվ մեր պետական մարմինների երբեմն աչք փակելով, որովհետեւ այդ դեղերի անհրաժեշտությունը կա ձեռք էին բերում մարդիկ, ձեռք էինք բերում բոլորս եւ այսօր պետությունը այնուամենայնիվ այդ դեղերը նույնիսկ եթե դրսից ես ներկրում փոխհատուցում է։ Առողջապահության նախարարության հետ համագործակցում ես եւ փոխհատուցման տարբերակը կա, իհարկե ջանք չենք խնայում, որպեսզի կարողանան գրանցել այդ դեղերը եւ օրինական ներկրումը նաեւ ապահովել, խոսքս օրինական ներկրվածի մասն էր, բայց ընդհանուր առմամբ, որ այստեղ ունենան ներկայացուցչություն եւ այլն, դեռևս քիչ է հաջողվում, որովհետեւ այնուամենայնիվ մեր շուկան փոքր է եւ այս իմաստով պիտի հետաքրքրություն կարողանանք առաջացնել, բայց փոխհատուցվող դեղերի ծավալը բավականին մեծացել է եւ օրինակ ցրված սկլերոզի համար բուժման համար կիրառվող դեղերը խիստ թանկարժեք են եւ մարդկանց համար անհասանելի են, պետությունը դա փոխհատուցում է, նույնը ռևմատոիդ արթրիտի, նույնը սպոնդիլոարթրիտի եւ բազմաթիվ այդպիսի հիվանդությունների, հազվագյուտ հանդիպող հիվանդությունների դեղերը փոխհատուցվում են, դա էլ սեփական փորձից կրկին գիտեմ։ Սա առաջին հարցը, հետո ինչ վերաբերում է 8-րդ պոլիկլինիկայի ծննդատան դեպքին, անկեղծ ասած հիվանդանոցի ես անկեղծ ասած ծանոթ չեմ այդ դեպքին եւ կուզենամ ինձ ժամանակ տակ մի փոքր ուսումնասիրել եւ պատճառները հասկանալ եւ հետո եթե դեմ չեք լինի, անպայման միասին կքննարկենք, նույնիսկ եթե կարիք լինի, ամբիոնից կքննարկենք, կփորձեմ իմ ստացած տեղեկությունների վերլուծությունների արդյունքում պատասխան տալ ձեզ սպառիչ եւ երրորդ հարց էլ կար։ Այս առումով մենք պիտի ուղղակի խիստ խորհրդարանական վերահսկողություն իրականացնենք, միևնույն ժամանակ, եթե օրենսդրական փոփոխություն կարող ենք անել, որով կարող ենք այդ աստիճան վերահսկել դեղերի որակը, այո, նման խնդիր ես կարծում եմ, որ կա, չեմ կարող կեղծել եւ հետեւաբար կարծում եմ, որ կրկին միասին պիտի փորձենք լուծում։ Եթե դուք լուծում գիտեք դրա, ես շատ ուրախ կլինեմ լսել եւ քննարկել եւ ձեռնամուխ լինել այդ լուծմանը ձեզ հետ միասին։ Արձագանք։ Շնորհակալություն, իհարկե ես մտածում եի, որ ձեր փորձից ելնելով դուք արդեն լուծումը կառաջարկեիք, լուծումը միակն է, օրենսդրական խիստ պահանջներ եւ տուժ տուգանք։ Երբ որ ներմուծողին դու պահանջում ես, եթե քո բերած դեղը չի համապատասխանում այդ որակին, ուղղակի աբսուրդի ժանրից է, նույն անվանումով դեղը բերում ես Եվրոպայից, որակը շատ լավն է լինում, Հայաստանի շուկայում վաճառում են, նույնը չի։
Իսկ դրա համար պետք է օրենսդրական կարգավորում։ Դա մեկ։ Իմ հարցը դրան էր վերաբերում, ոնց անենք, որ ստիպված չլինենք դեղ բերել։ Արժեքն այն չի որ շատ թանկ է, 4 եվրո, 5 եվրո կամ 6 եվրո, եթե համատում ես Հայաստանի գներն է ինքը, բայց ինչի համար որակը տեղը չի։ Այդ հարցն էր։ Մյուսը կապված Զեյթունի հայտնի ծննդատանը, ես մի քանի անգամ որպես ավագանի անդրադարձել եմ, իմ էջերում էլ հրապարակել եմ, քննադատել եմ, բայց նաև կարևորում եմ հետևյալ փաստը։ Այն պետական բժշկական կենտրոնները, որոնք որ կառավարում են, իրանց վիճակը այդքան լավ չի, իրանք ֆինանսավորման կարիք են ունենում, բայց զուգահեռը տեսնում ես, որ մասնավորին, նույն ոլորտի մասնավոր հիվանդանոցին, մասնավորն աշխատում է շահույթով, մեծ հարկեր է վճարում, ստեղ կառավարման իմ կարծիքով, իմ գնահատմամբ, այսինքն չպիտի լինի, որ քաղաքական պաշտոն լինի, ոնց որ օրինակ ձեր նախորդ հանձնաժողովի նախագահ Նարեկը Զեյնալյան նշանակվեց Գրիգոր Լուսավորիչի տնօրեն, այլ պրոֆեսիոնալը պիտի նշանակվի։ Շնորհակալություն։ Նախ առաջին հերթին թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնել, որովհետև ուսումնասիրելով եւ ես էլ իմ ելույթում ներկայացրեցի բժշկական կազմակերպությունների վիճակը, հատկապես մարզային բժշկական կամ ընդհանուր առմամբ պետության պետական բժշկական հիմնարկների վիճակը, ինչպիսին էր մինչև 2018 թիվը, իսկ ինչպիսի կապիտալ ծախսեր են արվել եւ ինչպիսի սարքավորումներով են հագեցվել, դրանք նույնիսկ դրված էին սեփականաշնորհման դրանց մեծ մասը։ Իսկ այսօր մենք ունենք արդեն մասնավորի հետ մրցակցող բավականին շատ բժշկական կազմակերպություններ։ Ինչ վերաբերում է իմ գործընկերոջը եւ նախկին հանձնաժողովի նախագահին, դուք հավանաբար լավ չեք ճանաչում որպես մասնագետ։ Նա հրաշալի մասնագետ է ոչ միայն որպես բժիշկ, այլ նաև որպես առողջապահության կազմակերպիչ։ Հիմա այքես բան դուք ասեք, չէ, մենք շատ լավ գիտենք եւ կարծում եմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը միայն շահել է, չնայած որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը լինելով պետական բժշկական կազմակերպություն, մինչև նաև այս պաշտոնների փոփոխությունը կրկին բավականին մրցակցային էր մասնավոր բժշկական կազմակերպությունների հետ։ Շնորհակալություն։